ուրեմն այս ապա համակարգը, որ ստեղծվել է, ուրեմն ճանապարհային ոստիկանություն, ապա գործակալություններ, փորձագիտական կենտրոններ եւ հաշտարար գրասենյակ, դա անverջ շղթա է, որը քաշքշուկների ուրեմն գործողությունները, որը տևում է 6 ամիս եւ ավելին, ըստ կարգի կարող ենք անվանել խաբեություն ապահովագրական կազմակերպությունների կողմից։ Եվ որպեսզի միայն չհայտարարենք խաբեությունները տեղ են ունենում, այլ ուզում ենք ձեզ վառ օրինակի հիման վրա բերենք, որ ավտոմեքենաները ունենալով ուրեմն ապահովագրական պայմանագիրը, կասկո համակարգը պարզապես գիտակցաբար գործակալությունների կողմից այնպիսի քայլեր են ձեռնարկվել, փաստաթղթերը այնպես են ստորագրվել, որ այդ անձնավորությունները հետագայում ոչ կասկոյով, ոչ ապահովագրությամբ բացարձակ չեն հատուցվել իրենց գումարները։ Դե ասում եմ լավ, ուրեմն դուք գայի էլ կանչեք, ամեն ինչ էլ արեք, որոշենք, բա մեքենան 1.5 ամիս ամենապակասը պետքա տուգանային հրապարակում լինի, այդ դեպքում դու կտուժվեք։ Ես էլ ասեցի, ես դիմում կգրեմ, դատարան կդիմեմ, այս տվյալ տուժը, որ ես կրում եմ, օրական 10,000 դրամ արժողությամբ կպահանջեմ ձեզանից իմ վնասի հատուցում։ Այդ մեքենայի վարորդը քաշքշուկից վախենալով իր գրպանից գումարը հատուցեց ինձ, որ ես իմ մեքենան սարքեմ։ Նման դեպքեր, այսինքն այսօրվա դրությամբ ապա ընկերությունները աշխատում են թուրիմացիան մեջ գցել վարորդներին, ովքեր որ իրանց ոչ օրենքը լավ գիտեն, ոչ էլ կարողանում են իրանց շահերը նորմալ ձևով պաշտպանեն, քաշքշուկներից շատ ահավոր վախում են։ Դրա հետևանքով շահում են ապաները։ Հիմա տվյալ դեպքում, եթե այդ մարդը պետքա, ասենք, իր գրպանից որևէ գումար չհատուցեր, ապան պետք է այդ հատուցումը կատարեր, ինքը իր գրպանից այդ գումարը հատուցեց։ Այսինքն ինքը ապահովագրել է իր մեքենան, բայց միևնույն է, ինքը իր մեքենայի վնասը պետք է վերականգնի։ Վթարի ենթարկվեցի, կանչեցինք Ինգո ապային։ Ամենավատ ապան է Ինգո Արմենյան, ես էլ եմ իր Իմիջայլոց եւ մեղավորն էր Ինգոից եւ ես էի Ինգոից, Ինգոյի գործակալին կանչեցինք, եկավ նայեց, ասաց կոնկրետ հայտարարություն արեց, որ մեքենան նստեմ, այն մեքենան էլ ճիշտ է դուրս գալու, ես էլ մասնագիտորեն արդեն գիտեմ, որ ես մեղավոր չեմ, հարվածը հետևից է։ Ինքը որոշեց, բա գնացեք ամեն մեկը ձեր մեքենան սարքեք, որովհետև ծախսը տենց մեծ չի։ Ես ասում եմ, դուք ով եք, դուք ընդհանրապես եկել եք այստեղ, որ փաստ արձանագրեք, որ վթար է տեղի ունեցել ու վերջ։ Դուք ոչ գումարի հետ կապ ունեք որևէ, ոչ որոշողն եք, որ ով է մեղավոր, ով է ճիշտը։ Դուք ընդհանրապես այստեղ նախ վթարի ենթարկող վարորդը ինքը իր մեղավորությունը ճանաչել էր ու այն կարգի համոզեց, որ այդ վարորդը մտածեց, որ ինքը կարող է ճիշտ դուրս գա։ Իսկ դեպքը հենց է, որ 3 տարեկան երեխան անգամ կհասկանա, որ մեղավորը այդ մեքենան էր, որը հարվածել էր ինձ։ Ինքը ապայի գործակալը պահանջում է, ասում է գայի կանչեք, թող հետաքննություն վարեն, որովհետև էսի կասկածելի է, կամերայով պետք է նայենք ոնց է եղել։ Ընկեր ջան, ես ասում եմ, ես եկել եմ շրջադարձ կատարելու, հետևի մեքենան առանց ուշադիր ելնելու եկել հետևից խփել է։ Այստեղ ինչ հետաքննություն վարելու կարիք կա։ Մեքենայի վարորդը ինքը հաստատում է, որ ինքն էր մեղավոր, անուշադիր էր։ Չէ, կասկածելի է։ Հիմա գումարին հերթը հասավ, ասում է դե ինչ է, 13,000, ասում եմ դուք որտեղից վեկալեցիք, որ 13,000 դրամ պետք է ինձ հատուցեն։ Դեպք է տեղի ունեցել, ասենք, ու համաձայնության չենք եկել երկու վարորդներով, երբ որ համաձայնության չեն գալի, գիտենք, սա ասել տանում ենք ոստիկանություն, պլաշատկա են տանում մեքենաները։ Տալ են հիմա պլաշատկա, այս ասենք 2 շաբթի օրն է եղել դեպքը, մինչև այսօր ասենք մեզ չեն կանչել այնտեղ, բացատրություն չեն պահանջել, ու գործն էլ ասում են չգիտենք ինչքան կգնա, բայց 2 ամիսը նախ պետքա գնա, ասում են, իմացեք, այդքանը գնալու է։
ասենք մենք ասում ենք տաքսի է, ասենք ամեն օր ասենք օրվա հաց ենք աշխատում, ասենք այս 2 ամիսը որ կանգնեց, ով է մեզ փող հատուցելու։ Ոչ մեկ ասում է, գնացեք տունը նստեք, մի ձև յոլա գնացեք, միջև ասենք կմտածենք ինչ անենք, որոշենք ինչ անենք, հավեսներս կտա կանենք արդեն ինչ որ պետքա։ Ու հանգարց ասենք հակառակորդն էլ մի հատ գիտենք սաղս, որ մի հատ մեջք խառնես մեջը, մենք պետքա սխալ դուրս գանք ու չենք իմանում որտեղ պետքա բողոքենք ու ինչ անենք։ Մենք ինչ ենք խնդրում, թող Տուգանային հրապարակը կառուցեն այլ տարածքում, փորձագետներին հրավիրեն հետաքննիչների մոտ, Տուգանային հրապարակներին կից, որպեսզի քաղաքացիները չհամաձայնության դեպքում շատ արագ ոստիկանության կողմից փաստացի այդ բոլոր արձանագրությունները, բացատրությունները արձանագրվեն եւ անմիջապես ժողովրդին տեղ տրամադրեն իրենց հատուցումը։ Ժամկետը 10 օր բացատրություններն է ոստիկանությունում, 2 ամիս էլ փորձագետի հրավերն է ոստիկանությունից, բայց փորձագետի հասցեն չեն տալիս։ Այսինքն քաղաքացին նստում տանը սպասում է թե իրեն ով է զանգելու, որտեվ այնքան է հերթը գոյացած։ Հերթը այնքան է գոյացած, որ քաղաքացիները ստիպված համաձայնության են գալի այն չնչին հատուցումներին, միայն պրծնեն այդ քաշքշուկներից։